Հոկտեմբերը գալիս է փոփոխությունների հատուկ հոտով։ Զով գիշերները ընդգծում են բիզնես որոշումների սրությունը, իսկ օրերը հնարավորություն են տալիս շոշափելի շահույթի։ Այս ամիս երկինքը կարծես առաջարկում է ֆինանսական ռազմավարությունների հասունության փորձություն։ Նրանք, ովքեր պատրաստ են համատեղել հաշվարկը ինտուիցիայի հետ, կստանան շոշափելի դիվիդենդներ։ Ներկայացնում ենք 4 նշանների մանրամասն դիմանկարը, որոնց նյութական աճի հնարավորությունները հատկապես բարձր են։ Որտեղ փնտրել եկամտի աղբյուրներ, ինչ ռիսկեր նվազագույնի հասցնել եւ ինչ գործողություններ կբարձրացնեն օգուտները։ Կարիճներ։ Գիշերային կապիտալի դարբնոց։ Հոկտեմբերին ձեր էներգիան ուղղված է խորը, երբեմն թաքնված շահույթի աղբյուրներին։ Դուք հակված եք նկատել, թե ինչ է մնում կուլիսներում՝ հնացած ակտիվներ, թերագնահատված գաղափարներ, թաքնված արժեք ունեցող պայմանագրեր։ Այս 4 շաբաթները բարենպաստ են վերանայման համար։ Կարգի բերեք ձեր պայմանագրերը, վերանայեք գործընկերության պայմանները եւ հետևեք, թե որտեղ կարող եք նվազագույնի հասցնել արտահոսքերը։ Հատկապես հաջողակ կլինեն ներդրումային ոլորտում մարտավարական քայլերը։ Ռիսկերի վերլուծության տարրով դուք կկարողանաք տեսնել, թե որտեղ է ռիսկը արդարացված եւ որտեղ է արժե այն պահել։ Ձեզ համար հաջողության քարտեզը պատրաստվածության եւ նպատակասլացության համադրություն է։ Գործնականում սա նշանակում է թարմացրեք ձեր ֆինանսական անվտանգության բարձիկը, փակեք փոքր պարտքերը եւ միևնույն ժամանակ վերլուծեք ներդրումների համար խոստումնալից խորշերը։ Ձեր նախագծերը սատարող մարդկանց հետ հարաբերությունները կպահանջեն հստակ սահմաններ։ Ձեր շահերը պաշտպանելով դուք չեք կորցնում ձեր հնարավորությունները, այլ բազմապատկում եք դրանք։ Կարևոր է խուսափել ամսվա սկզբին իմպուլսիվ խոշոր ծախսերից։ Ինքներդ ձեզ 7-ից 10 օր տվեք յուրաքանչյուր լուրջ գաղափար փորձարկելու համար։ Ջրհոսներ։ Նորարարության քամին գաղափարները վերածելով փողի։ Ձեր ուժի կայուն եւ ձեր ունակության մեջ մտածելու ստանդարտից դուրս եւ տեսնելու պահանջարկը այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են քաոս։ Հոկտեմբերը բարենպաստ համաժամանակություն է բերում ոչ ստանդարտ նախագծերի դրամայնացման համար։ Թվային ծառայությունները, համատեղ նախաձեռնությունները եւ սոցիալապես նշանակալի ապրանքները կարող են հանկարծակի արձագանք գտնել ներդրողների եւ հաճախորդների կողմից։ Սա լավ ժամանակ է շնորհանդեսների, առաջարկների եւ ակտիվ ցանցային կապերի համար։ Ձեր ոչ ստանդարտ լուծումները արձագանք կգտնեն, եթե կարողանաք դրանք հստակ փաթեթավորել եւ ձևակերպել պարզ արժեքային շղթա։ Ֆինանսական հաջողությունը կգա համագործակցությունների եւ պատշաճ մարքեթինգի միջոցով, ոչ թե փակ նորարարությունների, այլ առավելագույնների ցուցադրման միջոցով։ Բանալի կանոն. պատրաստեք հստակ առևտրային առաջարկ եւ փորձարկեք այն փոքր լսարանի վրա։ Առաջին վաճառքները կօգնեն ճշգրտել ռազմավարությունը եւ ներգրավել ավելի մեծ ռեսուրսներ։ Ուշադրություն դարձրեք իրավական կողմին, երբ գաղափարները վերածվում են փողի, կարևոր է նախապես նշել իրավունքներն ու բաժնետոմսերը։ Կույսեր։ Ճշգրիտ աճի թվաբանություն։ Կույսերի համար հոկտեմբերը համակարգված բազմապատկման ամիս է։ Ճշգրտությունն ու կարգապահությունը սովորական գործողությունները վերածում են կայուն եկամտի։ Դուք կունենաք շահավետ հնարավորություններ այն ոլորտներում, որտեղ պատվերը կարևորվում է հաշվապահություն, լոգիստիկա, պարբերական եկամուտ ունեցող ֆրիլանսինգ, կրթական դասընթացներ։ Փոքր գործընթացային բարելավումները կհանգեցնեն նկատելի ֆինանսական արդյունքների ավտոմատացումը, սակագների վերանայումը, ծառայությունների ստանդարտացումը ձեր առաջարկը կդարձնեն ավելի մրցունակ։ Կարմիկ բաղադրիչը կապված է հաճախորդների եւ գործընկերների հետ ազնվության հետ։ Թափանցիկ պայմանները մեծացնում են հավատարմությունը եւ հանգեցնում կրկնվող պատվերների։ Գործնական ուղեցույց. վերահաշվարկեք ինքնարժեքը, վերաբաշխեք ժամանակը, հաճախորդների ներգրավման եւ սպասարկման միջև ներդրումները կատարեք գործիքների մեջ, որոնք կխնայեն ձեզ աշխատաժամեր։ Ֆինանսական առումով արժե ցուցաբերել չափավոր ճկունություն։ Ռազմավարական հաճախորդների համար փոքր զեղչերը հավատարմության ներդրում են, այլ ոչ թե շահույթի կորուստ։ Խոյեր։ Արագ մեկնարկ եւ արդյունքներ գրանցելու ունակություն։ Հոկտեմբերը ձեզ խթան է տալիս դինամիկ գործողությունների համար։ Արագ մեկնարկ եւ ակտիվ առաջխաղացում պահանջող նախագծերը կարող են անսպասելի ֆինանսական եկամուտներ բերել այս ժամանակահատվածում։ Դուք լավ եք առաջին հնարավորությունից օգտվելու մեջ եւ եթե միաժամանակ գրանցեք արդյունքները, կարող եք մեծացնել հաջողությունը։ Սա հատկապես ճիշտ է ձեռնարկատիրական մեկնարկների, կարճաժամկետ արշավների եւ սահմանափակ մատակարարման վաճառքների
համակարգի համար։ Ձեր ձեռքում գտնվող ռիսկը գործում է որպես արագացուցիչ, բայց անհրաժեշտ են հստակ սահմաններ, սահմանեք ծախսերի սահմանաչափեր, պլանավորեք հիմնական փուլերը եւ խուսափեք երկար քննարկումներից սկզբում։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր մի հոդված, մի քանի նշան, որ դուք լցված եք բացասական էներգիայով, այն կործանում է ձեր կյանքը։ Մենք հաճախ ենք օգտագործում բացասական էներգիա արտահայտությունը, խոսելով մեր ինքնազգացողության, այլ մարդկանց, վայրերի կամ շինությունների մասին։ Սակայն այս բառերն ասելիս ոչ միշտ ենք մինչև վերջ պատկերացնում դրանց իրական իմաստը։ Ինչպես է բացասական էներգիան հայտնվում մեր ներսում, որտեղ է այն կուտակվում։ Ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ այն չափազանց շատ է եւ ինչ անել, որպեսզի այն չկործանի մեր կյանքը։ Այս հարցերին պատասխանում է էներգոթերապևտը։ Բացասական էներգիայի աղբյուրները։ Յուրաքանչյուր մարդ, ինչպես եւ ցանկացած կենդանի արարած, ունի էներգետիկ մարմին, որտեղ ստեղծվում եւ պահպանվում են էներգիան, զգացմունքները, հույզերը, ներքին համոզմունքներն ու արգելակները։ Եթե ֆիզիկական մարմինը կազմված է օրգաններից, արյունից, ավշից եւ այլն, ապա մնացած ամեն ինչը մեր էներգետիկ մարմինում է։ Մենք ապրում ենք էներգիայով լի աշխարհում, սակայն մեր տեսողությամբ ընկալում ենք շրջապատող իրականության ընդամենը 10%-ը։ Էներգիայով լիցքավորված է ամեն ինչ՝ երևույթները, առարկաները, տարածքները, վայրերը։ Այս աշխարհում ամեն ինչի հետ շփվելիս մենք էներգիա ենք փոխանակում։ Այն լինում է երկու տեսակ՝ արարող, դրական եւ քայքայիչ, բացասական։ Անշուշտ մենք ինքներս էլ ենք տարբեր էներգիաներ ստեղծում՝ եւ դրական եւ բացասական։ Դրականը ծնվում է մեր ցանկություններից, հաճույքից, ուրախությունից, լավատեսական համոզմունքներից, իսկ բացասականը գալիս է վախերից, չարությունից, նեղվածությունից, զայրույթից, ամոթից, մեղքի զգացումից, նախանձից եւ բացասական կարծրատիպերից։ Ցավոք, մեր էներգետիկ մարմինը դժվարությամբ է վերամշակում բացասական էներգիան եւ այն ժամանակի ընթացքում կուտակվելով սկսում է քայքայել ֆիզիկական մարմինն ու ընդհանրապես մեր ողջ կյանքը։ Ինչպես հասկանալ, որ ձեզանում չափազանց շատ բացասական էներգիա կա։ Հուզական անկայունություն։ Առաջին եւ ամենաակնհայտ նշանը հուզական անկայունությունն է։ Մշտական տագնապ, անհանգստություն, ամեն ինչ վերահսկելու ձգտում, ագրեսիայի, զայրույթի եւ չարության անկառավարելի պոռթկումներ։ Ինչու՞։ Որովհետեւ բացասական հույզերն իրենք էլ են հենց բացասական էներգիա են։ Ֆիզիկական հյուծվածություն։ Երկրորդ տեղում ֆիզիկական հյուծվածությունն է։ Մեր էներգետիկ մարմնի վիճակն ուղղակիորեն ազդում է մեր ֆիզիկական ինքնազգացողության վրա։ Երբ մարմնում ուժ եւ կենսական տոնուս չկա, երբ անգամ լիարժեք քունն ու հանգիստը չեն օգնում վերականգնվել, դա վկայում է բացասական էներգիայով գերբեռնվածության մասին։ Օրգանիզմն իր բոլոր ուժերն ուղղում է բացասականը վերամշակելուն, որպեսզի գոյատևի եւ այլ բաների համար պարզապես ռեսուրս չի մնում։ Ուրիշի բացասական էներգիան գրեթե անհնար է վերամշակել։ Այն նստվածքի պես մնում է ներսում եւ սկսում է իր քայքայիչ գործը։ Քնի խանգարում։ Քնի հետ կապված խնդիրները եւս այս վիճակի բնորոշ ախտանիշ են։ Պատճառը կրկին այն է, որ օրգանիզմը գիշերները փորձում է վերամշակել կուտակված բացասականը, սակայն դա նրան մեծ դժվարությամբ է հաջողվում։ Մղձավանջները նույնպես բացասական էներգիայի վերամշակման հետևանք են։ Իմ փորձից կարող եմ ասել, որ բազմաթիվ դեպքերում էներգետիկ մաքրումից հետո մարդկանց քունն ու ընդհանուր վիճակը լիովին կարգավորվում են։